Ամեն ինչը կհանձնի նա, որտեվ նա հայ չի, նա թուրք է։ Ես ոչ մեկին 4 ղեկավարին, 4-ին էլ չեմ ընդունում։ Հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Թուրքիա եւ Ստամբուլում հանդիպում ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչ են սպասում այս հանդիպումից մեր քաղաքացիները, ներկայացնում են Կարմլուրի հարցումը։ Ինչ իմանանք։ Ըստ ձեզ ինչ նպատակով է այնտեղ գնացել, ինչ են քննարկելու։ Մանան դեպքում վատ չի, լավ կլինի։ Ոչ մի բան չեմ սպասում։ Նիկոլ Էլչիբեի տղեն է, Ալիևն էլ իր բանն է, քերին։ Ծրագրավորված եկել է Հայաստանի վերջը տալու։ Էսանք էշիա ականջում քնած են այս ազգը, հիմար ազգը։ Նա հերիք չի, պապացում է, որ ինքը թուրք է։ Պարզ ասում է, որ ինձ թուրք են ասում, ես հաճույք եմ ստանում։ Ինչ ասես էլ։ Այսօր գնացել է Թուրքիա եւ հանդիպում է ունենալու Էրդողանի հետ։ Դուք ինչ սպասելիքներ ունեք։ Ինչ սպասելիք, այնի ոչ էլ հետ գկա։ Էլի բանկա հանձնելու գնացել է ստորագրի երևի, դենց մի բանկա։ Ալիևի հետ, որ ասում է հանդիպում չի լինելու, Նազերի հետ Բաղդասարյանն այն զիբիլա։ Հանդիպելու է, դենց բան չկա։ Դա ծրագրավորված է եղել։ Լավ արեք գնալ։ Ես չեմ կարող ասեմ, բայց վատ սպասելիք չունեմ։ Չեմ անում, ինչ ասեմ։ Ոչ մեկից ոչինչ սպասելիք չունեմ։ Հայաստանի վրա ինչպես է պետքա այն փոքրուց, որ մեծանան մսուր մանկապարտեզ կա, պետքա վերադաստիարակվեն։ Հասկացանք, գիտության պակաս է, կրթության պակաս է, այդ թալան, անպաշտելիությունը պիտի վերանա, իսպար վերանա, դրա համար մենք լավ օր չենք ունենա։ Ես ոչ մեկին 4 ղեկավարին, 4-ին էլ չեմ ընդունում ու չեմ ընդունել, որտեղ ճիշտ չեն եղել, հենց հարցը սկզբից սխալ են դրել, Լևոնից բռնած, մնացածով վերջացած, քանի գնաց ավելի վատաց։ Ոչ մի։ վտանգներ չեք տեսնում։ Իհարկե տեսնում եմ։ Իրանից ոչ մի ճիշտ ասած։ Առանձնապես վտանգը չեմ տեսնում։ Իսկ Հայաստանի վրա ինչպես է անդրադառնալու, լավ, վատ։ Ճիշտ է, ոչ մի ձևի։ Չգիտեմ, չեմ հավատում, ուղղակի չեմ հավատում։ Փաշինյանը ով է, ինչ է, ոնց է, հայել կա, լավ եղեք։ Մարդը իր գործերով գնացել է ինչ-որ տեղ։ Պետության ամենաբանն է, չէ՞, վերևի մարդն է։ Կարոլ Կարալևը դրանցից մեկը ինքն է։ Це իր գործերով։ Առանձնահատուկ բան չկա։ Չգիտեմ, չեմ ուզում ոչ մի բան ասեմ։ Ինչ նպատակով է այնտեղ գնացել։ Այդ երևի հարցրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը ավելի հստակ է։ Որպես քաղաքացի ինչ սպասելիքներ ունեք։ Ես ուզում եմ մենակ լավ բաներ սպասեմ, ընդհանրապես քաղաքականությունը հիմա լրիվ ուրիշ, եթե առաջ քաղաքությունը ուրիշ գծով էր գնում, հիմա լրիվ ուրիշ գծով է գնում։ Չգիտեմ, ուզում եմ որ լավատես լինեմ համենայն դեպս, միայն լավատես։ Ու հայ ազգի իրականում ուզենայի որ գային մարդիկ կամ լինեն մարդիկ, որոնք որ իրականում Երևանը կսիրեն։ Անկեղծ ասած քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց լավ բան չեմ սպասում Փաշինյանից ընդհանրապես։ Չեմ ուզում ասեմ, որ նա ամենայն դեպս լավ բան չի։ Անկախատեսելի է, ես չգիտեմ, ես իր անունը ոչ ուզում եմ լսեմ, ոչ էլ ընդհանրապես երբ իրանց ազատվենք, ես չգիտեմ, ճիշտ ասած, մի կոր առաջ, մի րոպե առաջ ազատվենք, բրծնենք այս ազգակործան գործիչա, ինչա չգիտեմ։ Ամեն ինչը կհանձնի նա, որտեվ նա հայ չի, նա թուրք է։ Նա թուրք է եւ դա վաղուց նա այդ ամեն ինչը ծրագրել է եւ իրագործում է։